Եվրոպական միությունը եւ ընտրակեղծիքներ հանուն Նիկոլ Փաշինյանի հարգելի հեռուստադիտողներ, երբ որ դուք լսում եք, որ Եվրամիության մեր հարգարժան գործընկերները Հայաստան են ուղարկում արագ արձագանքման խումբ, ձեզ մոտ կարող օրինակ տպավորություն ստեղծվել, որ եվրոպացիները իդեմս օրինակ Կայա Կալասի վերջապես օրինակ կարդացել են ադրբեջանական իշխանությունների կողմից ֆինանսավորվող արևմտյան Ադրբեջանի վերաբերյալ հրապարակումներ, այդ թվում նաև արևմտյան լրատվամիջոցներում եւ գալիս են այստեղ արագ արձագանքման խումբ են ուղարկում, որ եթե Հայաստանում անվտանգության հետ կապված խնդիրներ լինի, Ադրբեջանը փորձի մեզ վերածի արևմտյան Ադրբեջանի, որ իրենք արագ արձագանքեն, բայց արի ու տես, որ եվրոպացի մեր հարգարժան գործընկերները լրիվ այլ խնդիր են լուծում եւ իրենք այստեղ ուղարկում են արագ արձագանքման խումբ, որը ընտրությունների նախաշեմին, նախընտրական փուլում Հայաստանի Հանրապետության իշխանություններին օգնելու է պայքարել երրորդ երկրների գործողությունների դեմ Հայաստան, այսինքն հասկացեք, երրորդ կողմին բերում են Հայաստան, ինչ որ միֆական այլ երրորդ կողմի դեմ պայքարելու համար Եվրոմիությունը փաստորեն դառնում է Հայաստանի ներքաղաքական գործընթացների սուբյեկտներից մեկը։ Սա ուղղակի հասկանալու համար, թե ինչ է նշանակում ինքնիշխանություն, ներկայիս իշխանությունների անկալման մեջ, բայց ինչի համար են գալիս այստեղ եվրոպացիները։ Կարծիքները այս ամենի վերաբերյալ կարող են տարբեր լինել եւ կարծիքներից մեկն այն է, որ եվրոպացիները Նիկոլ Փաշինյանի հետ միասին շատ լավ իմանալով իր իրական վարկանիշը, շատ լավ իմանալով վարկանիշի անկման մասին, փորձում են ինստիտուցիոնալ հիմքեր նախապատրաստել հետընտրական փուլի համար, հետընտրական փուլ, որի շրջանակներում իրենք օրինակ կարող են փորձանել չեղարկել ընտրությունների արդյունքները։ Ձեզ կարող է թվալ, որ այսպիսի բան ուղղակի ի բնե հնարավոր չէ։ Այսինքն հնարավոր չէ չեղարկել ընտրությունների արդյունքները։ Հարգելի հեռուստադիտողներ, 2 տարի ետ ենք գնում։ 2024 թվական Ռումինիայում տեղի են ունենում նախագահական ընտրություններ, առաջին փուլում նախագահական ընտրություններում Կելին Ջորջեսկուն է հաղթում, մարդ, որի քաղաքականությունը, տեսեք, եթե պատկերավոր փորձենք ներկայացնենք Եվրամիության այլ պետությունները օրինակ բերելով, նա կողմնակից է այն քաղաքականությանը, որը իրականացնում է օրինակ Հունգարիան, իդեմս իր երկրի վարչապետ Վիկտոր Օրբանի, այս տեսակ քաղաքական կուրսի կողմնակից է Ջորջեսկուն։ Ինչ են անում Ռումինիայում պաշտոնական Բրյուսելի աջակցությամբ։ Չեղարկում են ընտրությունների առաջին փուլը, նախագահական ընտրությունների առաջին փուլը։ Հետագայում գործը նույնիսկ հասնում է Սահմանադրական դատարան Ռումինիա եւ Ջորջեսկուն ընդհանրապես արգելում են մասնակցել ընտրությունների, իսկ հիմա Ռումինիայում այն տեսակ իշխանություն է ձևավորվել, որը 100%-ով համապատասխանում է իր քաղաքականությունը պաշտոնական Բրյուսելի մոտեցումներին, թե արտաքին քաղաքականության մեջ, թե ներքին քաղաքականության մեջ։ Դրա համար, երբ որ շատ է Հայաստանում խոսում նրա մասին, որ Հայաստանում կարող են մոլդովական սցենար կիրառել, բայց ոչ ոք չի խոսում այն մասին, որ հնարավոր է նույնիսկ ավելի հեռու գնան եւ փորձ կատարեն ռումինական սցենար կիրառել։ Հայաստանի Հանրապետության իշխանությունները բոլորից լավ են տիրապետում իրական հարցումների ցուցանիշներին։ Այդ իսկ պատճառով իրենց համար ընտրական գործընթացը վերածվում է ոչ թե ժողովրդի կամքը հաստատելու գործընթացի, այլ իրենց համար, իրենց բարեկեցության համար, իրենց քաղաքական ապագայի համար, իրենց ֆինանսական կապիտալի համար վտանգ է ներկայացնում։ Այդ իսկ պատճառով պետք է փորձել այսպես պլան B մշակել։ Պլան B-ի մասին խոսելիս, հարգելի հեռուստադիտողներ, վստահաբար բոլորդ նկատել եք, որ Հայաստանի Հանրապետություն 18 թվականից հետո գործում է ընտրակեղծիքների բավականին յուրօրինակ մի մեխանիզմ՝ հետընտրական կեղծիքներ, Ալավերդիից միջև նույնիսկ Գյումրի, որտեղ Վարդան Ղուկասյանի դեմ իրականացված է հենց հետընտրական կեղծիքների տրամաբանության մեջ է։ Ինչ են անում իշխանությունները։ Իրավիճակում, երբ որ իրենք չեն կարողանում ստանալ մեծամասնություն, իրենք փորձում են անել ամեն ինչ, որպեսզի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը չկարողանա ղեկավարել տեղական ինքնակառավարման մարմինները։ Բայց բոլորս էլ հասկանում ենք, որ թիմ ընտրությունները եւ համապետական ընտրությունները քաղաքական նշանակության տեսանկյունից շատ են իրարից տարբերվում եւ այն հանգամանքը, որ դու երկրի կենտրոնական իշխանություն ես, բավարար է քեզ չեղարկել այս կամ այն թիմում ընտրությունների արդյունքները, բայց համապետական ընտրությունները չեղարկելու համար քեզ առնվազն անհրաժեշտ է արտաքին աջակցություն, արտաքին լեգիտիմություն դու այս ամեն ինչին պետք է հաղորդես։ Եվ տպավորությունը այնպիսին է, որ պաշտոնական Բրյուսելը հենց այս արտաքին լեգիտիմության շղարշը ապահովելու համար է անում այն ամենը, ինչ Հայաստանի Հանրապետության իշխանությունները խնդրում են անել, իսկ այն, որ հենց Հայաստանի Հանրապետության իշխանություններն են խնդրել
Եվրամիության ուղարկել այստեղ համապատասխան արագ արձագանքման խումբ, սրա վերաբերյալ եւ կայակալացն է խոսացել եւ համապատասխան հրապարակումներ են եղել։ Իսկ ինչը վերաբերվում է ընդդիմությանը, որովհետեւ հասկանում եք, չէ, իշխանությունները ինչ են անում, ինչ տրամաբանությամբ են առաջ շարժում, ինչ պետք է անի այստեղ ընդդիմությունը։ Ընդդիմությունը այս ամենը պետք է հաշվարկի։ Ընդդիմությունը պետք է այնպիսի ռազմավարություն մշակի, համատեղ ռազմավարություն, որում կներառվեն նաև պատասխաններ հետընտրական փուլի համար։ Հետընտրական փուլի համար այն համատեքստում, որ իշխանությունը կփորձի կեղծել ընտրությունների արդյունքները կամ չեղարկել ընտրությունների արդյունքները։ Սա չափազանց կարևոր է անել ընդդիմության համար, ժամանակն էլ իրականում դեռ կա, թե ինչպես է ամեն ինչին հակազդելու մեխանիզմները մշակելու համար։ Սա չափազանց կարևոր է անել, շատ նաև պարզ պատճառով, եթե մենք չկարողանանք սա իրականացնել, մենք ասելով այս պարագայում նկատի ունենք ընդդիմադիր այլընտրանքային քաղաքական ուժերին, ապա Հայաստանում ձևավորվելու է կառավարելի ժողովրդավարություն, իսկ կառավարելի ժողովրդավարություն լինելու է ոչ թե եվրոպացիների կողմից կառավարելի, այլ Ադրբեջանի կողմից կառավարելի։ Եվրոպացին մեր հարգարժան գործընկերներին անհրաժեշտ է, որ Ադրբեջանում լինի անդորր, լինի խաղաղություն եւ իրենք կարողանան Ադրբեջանից այնքան ժամանակ առնվազն, քանի դեռ ուկրաինական ճգնաժամը կա, քանի դեռ իրանական ճգնաժամը կա, իրենք կարողանան անխափան ստանալ նավթ եւ այլ տեսակի էներգակիրներ, ուստի իրենց անհրաժեշտ է ամեն ինչով աջակցել Ադրբեջանին եւ Ադրբեջանին ամեն ինչով աջակցելու մեջ մտնում է նաեւ Հայաստանի Հանրապետության իշխանություններին աջակցելը, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունները այն տեսակ քաղաքականություն են վարում, որը ձեռնտու է Բաքվին եւ Անկարային, ինչի մասին շատ անկեղծ վերջերս խոսել էր Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ Մտածեք այդ մասին։